Լուսինե ջան, կներես, ցավոտ եմ, չեմ կարող 40 րոպե դրա մասին առաջ խոսացել եմ, հետ կնայես, ասել եմ, այդ հարցը եղել է, այդ հարցը 3 անգամ պատասխանել եմ, հետո կգրեք դրա մասին։ Այլ ԿՊ ընտրություններին պատրաստվում Հաջա։ Չլսեցի։ Տեղեկություն է հասու դարձել Նիկոլ Փաշինյանին անցած 5 օրը եկեղեցիների ճուլանացումներ, ուրբաթ օրը արդեն սկսվեց սրբազանների մասին հայտարարություններ։ Ուզում եմ հասկանալ, ինչ որ ինֆորմացիա դուք ունեք դրա համար են sense հայտարարություններ։ Այո, ինֆորմացիա, չէ, այո, ինֆորմացիա ունենք, որ մտնում ես եկեղեցի, մեկի քստիկներն է այնտեղ դրած, մեկի շորերն այն անկյունում դրված, եւ դե բա վերցնում ենք, իսկ ով ասես չենք վերցնում ենք, մաքրում ենք, ասեմ ավելին, թերթ եմ վաճառում, ինչ որ բանը քաղաքական Մարիամ Աստվածին, ես Մարիամ Աստվածին եմ գնում, ես լուրջ ես ասում։ Չէ, նոր չենք սկսել հաճախել։ Ես շատ վաղուց հավատացել եմ, բայց եկեք վերադառնանք Կարինեի հարցին, որովհետև Կարինեն հարցը տալով մեջը կեղծ իրականություն է դնում եւ դա որպես իրականություն է։ Հայ առաքելական եկեղեցու դե հիմա կարանք իրար հետ դու խոսա վերջես։ Մարդիկ սա անցնում են որպես հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար եւ չեն առանձնացնում այս կաթողիկոսին կամ որևէ սրբազանի հետ կապված, սա ընդհանուր կաթողիկոսը, Արշակ սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են, իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պաչում, լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են, իրանք մտածում են, որ իրանք գողական են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ սրբազան կա զենքով էր ման գալիս միջև այս վերջերս չգիտեք իրա մասին մի հատ լավ ավտո ուներ էլի ասեմ ես զենքով եմ ման գա ես զենք ունեմ բայց զենքով ման չեմ գալիս ես իշխանություն եմ ես այդ տեսնում եք էլի ձեր մտածել բայց ձեր մտածելակերպ ես կճոյան հետ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել լսեք անձնապես ես կճոյանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ ես խոսացողս չունեմ Բայց գնացեք այսինքն մենք եկեղեցականների հետ շփումների հետ կապված պետք է հիմա պատասխան տանք որ եկեղեցականը ոնց է ասում եմ նորից դուք հասկանում եք դուք ինչ եք քննարկում դուք փոխանակ մի րոպե փոխանակ քննարկեք ասեք այո այդ երևույթները կան այդ երևույթները չկան այդ երևույթները վատ են այդ երևույթները միգուցե ներելի են միգուցե կարելի է հասկանալ դե խոսամ մի րոպե Լուսինե մի րոպե ամեն ինչի մասին է խոսում ենք ասեք լավ հիմա ասենք պետք է արձագանքի չպետք ասելու բաներ բայց այդ մարդիկ նաև դուք եք ախպեր կա այդ բանը թե չկա էսա հարցի ասելու ձևով արդեն դուք թույլ չեք տալիս որ մարդիկ բան անեն ասեն հայ Նիկոլ Փաշինյանն այն ձևն է ընտրել որ մարդիկ այլևս չեն ուզում քննարկման առարկա դարձնել այդ երևույթը ես մի բան հարցնեմ էլի եթե ես սկսեմ նայել ձեր խոսակցական ձևին ես ձեր գրեթե ոչ մի հարցի չեմ պատասխանի բայց դուք 4-րդ իշխանությունն եք դուք մեր երկրի ազատ լրատվամիջոցներն եք որոնց ազատության համար ես պայքարել եմ ու էլի կպայքարեմ երբել դա լինի բայց ես չեմ նայում ձեր հարցից քեզ թվում է Նարեկ ջան քո տված հարցերը որոնց դու մտածված սուր ձևակերպումներ ես դնում ես չէ ոնց յուրաքանչյուր քաղաքական գործ չի դա հաճելի է ես ասում այդ ինչ ձևակերպում չեմ պատասխանում դուք ընդհատում եք այո Լուսինե ջան շատ լավ է պարտավորություններ ես քեզ բայց պետք է մի հատ հասկանանք այդ եկեղեցուն եկեղեցի է այդ եկեղեցականները եկեղեցական են բայց ով պիտի դա որոշի իրանք մենք ոչ մեկ մենք ասում ներողություն հարցած հենց իրանք Լուսինե ջան հենց իրանք ես ասեցի կաթողիկոսի ձեռքը պատչելուց առաջ լսին ուզում ես արիստեղ կանգնի հարցազրույց Մաքսիմ Պուլիմյոտի պես անընդհատ արագ խոսալով ճշմարտությունը չի լինելու ոչ հիմա դու հարցես տալ թե ելույթ ես գրանցվի ելույթի համար արի ելույթ կաթողիկոսը միջև վերջ այն հարցադրումը որը արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եթե կաթողիկոսը միջև վերջ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրումը ունի զավակ թե ոչ չպատասխանի
Այդ հարցը շարունակելու է մնալ, թե իշխանությունը ինչ որ ձևով այնուամենայնիվ փորձելու է բարձել ի վերջո կա թե չկա, այսինքն հենց այդ միջամտությունը, եթե հարցադրմանը պատասխան չի լինում, որտեղ մի քանի օր էլ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է, ունի թե չի։ Ես կարծում եմ, որ պետք է այնուամենայնիվ կոնկրետ, ոչ թե լավաշ նյութեր են, որ մարդ հոգնում է կարդալ այդ նյութը, կոնկրետ ինչ որ պատասխան լինի, որ չընկնենք, չգիտեմ, այդանք Լեո փողոցի վրա ինչ որ ապտեկաներ գտնենք, ասենք էսում ապտեկանա օրինակ, դեղատունն է, հա, որ դրա կարիքը չլինի։ Պետք է կոնկրետ դեղատուն։ Չգիտեմ ինչ, հա, չգիտեմ, ինչ որ պայմանական բան եմ ասում, պետք չի կենտրոնանալ, հա, թե պետք է կենտրոնանալ։ Ինչի ես դեղատուն ասեցի։ Չգիտեմ, կարամ ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրիշ բան մթերայի հացի խանութ կա, թե չկա, բայց ինչի, դուք ինչ մտածեցիք։ Ես հետո կասեմ։ Չէ, հիմա ասեք, հերոստատիտողները ինչ որ բան մտածեցիք, ինչ մտածեցիք, հələ ասեք։ Չէ, մի րոպե, ինչ մտածեցիք։ Ձեզ հայտնի չէ հայտնի տեղեկությունները, որ հոգևորականներից մեկը ով դեղատուն։ Ով։ Դա էլ դուք բարձր։ Ով։ Ով գրում տա։ Ինչ էր գրում։ Որում ձեր հետ ինչ որ առումներով նաև փոխկապակցված։ Իմ հետ փոխկապակցված մամուլը որ գներ, ենթադրում եմ կհիշեմ, ով այնուամենայնիվ։ Գնացեք բացեք։ Ոչ, լրագրողը դուք եք գնացեք Էջմիածին։ Մի րոպե։ Էդ եմ ասում, Նարեկ ջան։ Գնացեք ստուգեք։ Այլ հարցեր։ Իսկ եթե պատահական ոչ իման չի։ այս հարցակումը եկեղեցու վրա։ Հարցակում եկեղեցու վրա արտահայտությունը հարցերը չեն պատասխանելու։ Լավ, ուրիշ բան եմ ասում։ Ձևա վերաձևակերպի։ Հայ առաքելական եկեղեցու վրա, հայ առաքելական կա եկեղեցու վրա ոչ մեկ չի կարող հարցակվել, ոչ մեկ չի հարցակվում։ Կոնկրետ անհատներ կան կասկածներ, որ կոնկրետ անհատներ վարկը եւ բարեվարկությունը հայ առաքելական եկեղեցու գցում են, դրա մասին է խոսքը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր բոլորի քրիստոնյա հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է, որը որ ամենակարևոր սուրբ լինելու հետ կապված ոտնձգություններ կան։ Այն բոլոր մարդիկ, ովքեր հավատացյալ են, այն բոլոր մարդիկ, ովքեր պաշտում են, հարգում են հայ առաքելական եկեղեցին, պետքա իմանան այդտեղ խնդիր կա, թե չկա։ Սա է։ Պաշտոնյան հոգևոր մանաչի։ Դա ամեն մեկի անձնական հասնա։ Մենք չենք մտնում Ռոբերտ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի կամ որևիցե մեկի անձնական կյանքի մեջ։ Մենք որտեղ այդ կառույցը հոգևոր կառույց չէ։ Հոգևոր, մենք հետո կուսակրոն չենք։ Մենք կուսակրոն չենք։ Դու կարելի գիտես կուսակրոնը ինչ է։ Գիտեմ ինչ։ Շո, փակեցինք։ Սիմոնյան, բայց նացումն եք դուք եւ նաև այս ամենը անելով դուք քննարկող հոգևորականներից ուզում եք ազատվել եւ լինեն հոգևորականներ, որոնք համաձայնվեն։ Եթե մենք ուզենանք եթե մենք ցանկություն հայտնենք, այն հոգևորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այն հոգևորականները, որոնք որ մեզ քննադատում են այսօր, մեծ հաճույքով կդառնային մեր փաստաբանները, մեր գովերքողները, մեր ծառաները, ու տենց էլի իմիջիալոց լավ բան բացեցիք, իմիջիալոց ընդդիմադիր դաշտում, մի օր այդ անունները հնչեցնելու եմ, ընդդիմադիր դաշտում այսօր գործող մի հատ ստվար զանգված կա, որոնք կեսը պաշտոն չենք տվել նեղացել են, մյուս կեսը իրանց առաջարկել են չենք համաձայնվել անցել են ընդդիմադիր դաշտ, որը միգուցե նորմալ է, ես չեմ մտածում, որ դրա մեջ խնդիր կա, իրանց շնորհակալ եմ։ Մի բանի մեջ մենք Մանջավայի հետ քննարկելու եք Ռուսաստանի հիբրիդային, Ռուսաստանի կողմից Հայաստանում տարվող հիբրիդային։ Ես ամեն ինչ եմ քննարկում։ Իսկ ձեզ թվում է, որ ես հրապարակային դա եթերով ասում եմ, դա քննարկման ձև։ Չէ՞ որ գալիս։ Հայլը լավ էլի։ Այսօր հաջան։ Տեսեք, ես դրա մասին չեմ մտածել, բայց ես մամուլում կարդացի, որ Բագրատ Սրբազանը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ իր տեխնատությունն է առաջարկել եւ խնդրել է, որ սատարում լինի, չգիտեմ որքանով է դա ճիշտ։ Դուք մամուլ չեք կարդում, դուք ձեզ չեք կարդում, լավ, օքեյ, կուղարկեմ ձեզ։